Թուրքիան վերջին օրերին հակակառավարական բողոքի ցույցերի ավելի քան 1100 մասնակից է ձերբակալվել, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարը։ Մեր փողոցների ահաբեկումը եւ ժողովրդի խաղաղությունն ու անվտանգությանը սպառնացող վտանգը բացարձակապես չի հանդուրժվելու, հայտարարել է թուրք պաշտոնյան։ ԶԼՄ-ների եւ իրավունքի ուսումնասիրությունների ասոցիացիայի տվյալներով ձերբակալվածների թվում առնվազն 10 լրագրող կա, այդ թվում ԱՖՊ լրատվական գործակալության ներկայացուցիչը։ Այս տեղեկությունը հաստատում է նաև գործակալությունը։ Թուրքիան բողոքի ցույցերը մեկնարկել են Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի եւ նրա թիմակիցների մարտի 19-ի ձերբակալություններից հետո։ Իշխանությունները Էքրեմ Իմամօղլուին մեղադրում են կոռուպցիայի եւ ահաբեկիչների հետ համագործակցելու համար։ Մարտի 23-ին թուրքական դատարանը կալանավորեց Իմամօղլուին, ներքին գործերի նախարարությունն էլ ժամանակավորապես պաշտոնից հեռացրեց նրան։ Իմամօղլուն էլ հերքում է մեղադրանքները, դրանք անվանելով զրպարտություններ։